Կաթվածահար է Եվրասիական տնտեսական միությունը, հայկական ապրանքների համար դռները բացել է առաջինը հենց ԵԱՏՄ-ի օգտին է, վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը, որ 2 օր առաջ է զանգել Վլադիմիր Պուտինին, խնդրելով միջոցներ ձեռնարկել հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Փաշինյանը վստահեցնում է, որ Պուտինի հետ երկխոսությունը ստացվել է։ Որովհետև երկար խոսեցինք։ Որպես հաջողություն նշում է, որ ընդհանուր հայտարարի են եկել այն հարցով, որ Հայաստանն ունի լեգիտիմ իրավունք այլընտրանքներ գտնելու։ Մի բան, որ ռուս պաշտոնյաներն էլ հրապարակային ելույթներում պարբերաբար շեշտել են։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալները, թե եվրոպական մի շարք երկրներ ազդակներ են փոխանցել Բրյուսել, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների համար ազգային արտադրողների շահերի հաշվին, ըստ էության կասկածի տակ է դնում Փաշինյանը։ Մեր ինֆորմացիա աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունը։ Հայաստանի իշխանությունը, որ ծանր դրության մեջ է գցել գյուղմթերք, ձկնամթերք, կատնամթերք արտադրող մարդկանց, խխիթարում է իրեն նրանով, որ ռուսական սահմանափակումներից միայն այդ մարդիկ չէ, որ տուժում են։ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը դա մենակ Հայաստանի խնդիր է, չի իմ կարծիքով։ Դա ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է։ Էկոնոմիկայի նախարարը վստահ է, եթե եվրոպական շուկան ընդունում է հայկական արտադրանքը, ռուսական շուկայի պահանջներին այն չի կարող չհամապատասխանել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կարծես դեռ կասկածում է, որ Հայաստանի բռնած արտաքին քաղաքական կուրսն է մեր երկիրը կանգնեցրել լրջագույն տնտեսական խնդիրների առաջ, ինչի մասին ահազանգում են տնտեսագետները։ Այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, չի կարող, հնարավոր չի, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում։ Պապոյանը վստահեցնում է, որ իրենք չեն կարողանում անտարբեր մնալ զուտ այն պատճառով, որ ԵԱՏՄ-ն իրենց կազմակերպությունն են համարում։ Մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենանք չեզոք կամ կրավորական կեցվածք։ Չեզոք կեցվածք է դրսևորում Փաշինյանը ընտրություններից գրեթե 2 ամիս անց Ռուսաստանի նախագահից վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանք չստանալու նկատմամբ։ Չի ուզել, չի շնորհավորել։ Ինքը Ռուսաստանի նախագահին առանց խոսքերի է հասկացել։ Եթե պատասխանել է իր զանգին, ուրեմն ընդունում է, որ ինքն է Հայաստանի վարչապետը։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Ինչպես ընտրություններից առաջ հիմա էլ է վստահեցնում Փաշինյանը, հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Չի համարում, որ նախորդ հայտարարությունը ընտրություններից հետո Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ անտեղի է եղել։ Ռուսաստան գնացել է, ուղղակի Ռուսաստանի նախագահի փոխարեն վարչապետի հետ է հանդիպել։ Գնացի։ Ու էլի է գնալու, հանդիպելու է Պուտինի հետ, վստահեցնում է Փաշինյանը, այս անգամ խուսափելով ժամկետներ նշել։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։